Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Սկսենք տարածաշրջանային զարգացումներից եւ այսպես Իրանի կարմիր մահիկի տվյալներով Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանում հարձակման են ենթարկել 131 քաղաքային շրջան, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 555 մարդ, այդ թվում երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը։ Իրանական կողմը միաժամանակ հայտնել է, որ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով ավելի քան 500 ամերիկացի զինվորական է զոհվել եւ տուժել։ Սակայն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը ընդունել է միայն 3 զինվորականի մահը։ Եվս 5-ը, ինչպես պնդում են, ծանր վիրավոր են։ Ըստ Reuters-ի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Խամենեիի սպանվելուց հետո համաձայն է բանակցություններ սկսել Իրանի նոր ղեկավարության հետ։ Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոն հաղորդում է, որ Գերմանիան լրջորեն դիտարկում է Իրանի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը, եթե վարչակարգը չդադարեցնի գնդակոծությունները տարածաշրջանում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել են, որ այս օրերին գործարկված թեժ գծին Մերձավոր Արևելքի հայրենակիցներից շուրջ 20 զանգ է ստացվել։ Գրասենյակում այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկություններ չունեն։ Դիմումների մեծ մասն էլ կապված են Հայաստանի քաղաքացիների հայրենիք վերադառնալու ցանկության հետ։ Նրանք տարածաշրջանում են գտնվում տարբեր պատճառներով՝ ուսում, աշխատանք եւ այլն։ Նշվում է նաեւ, որ այս պահին դեռևս որոշում չունեն հայ-իրանական սահման գնալու եւ տեղում հասկանալու իրավիճակը։ Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին 39 Ռուսաստանի քաղաքացի հատել է Իրան-Ադրբեջան սահմանը աստարայի անցակետով։ Բաքվում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ աշխատակիցները համակարգում են իրենց գործողությունները Ադրբեջանի իշխանությունների հետ եւ շարունակում են աջակցություն ցուցաբերել իրենց հայրենակիցներին։ Միաժամանակ դադարեցվել են Իրան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները։ Ավելի վաղ Il-76 հատուկ չվերթով Եգիպտոսից Մոսկվա է տեղափոխվել Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմը։ Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում դիվանագիտական։ Այլ փաստաթղթերը կհանվեն ռուսաստանյան սահմանը հատելու համար թույլատրելի փաստաթղթերի ցանկից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին 2000 թվականի ռուս-հայկական համաձայնագրում փոփոխություններին։ Եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները կարող էին Ռուսաստան այցելել նաև ծննդյան վկայականով, մինչև 16 տարեկան երեխաների համար, զինծառայողների եւ մի շարք իրավապահ ու դատական մարմինների աշխատակիցների վկայականներով, օդանավի անձնակազմի անդամի թռիչքային եւ երկաթուղային տրանսպորտի աշխատողի վկայականով, ապա սրանից հետո Ռուսաստան մուտք գործելու, այնտեղից դուրս գալու եւ գտնվելու համար Հայաստանի քաղաքացիների փաստաթղթերի ցանկում կմնան Հայաստանի քաղաքացու անձնագիրը, դիվանագիտական անձնագիրը եւ Հայաստան վերադարձի վկայականը։ Միայն Ռուսաստանից դուրս գալու համար օրինակ անձնագիրը կորցնելու դեպքում։ Աղբյուրի տվյալներով փոփոխությունները նախապես համաձայնեցվել են Երևանի հետ եւ կձևակերպվեն նոտաների փոխանակման տեսքով։ Մարզաշխարհին անցնենք, հայուհիները ոսկե մեդալներ են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում։ 29-ամյա Լիլիթ Մկրտչյանը հաղթել է շարժվող թիրախ նորմալվածքի երիտասարդ աղջիկների պայքարում, դառնալով Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Մեկ այլ Լիլիթ Մկրտչյանն էլ դարձել է մինչև 21 տարեկան աղջիկների մրցաշարի հաղթող։ Հայաստանը ներկայացնող եւս երկու մասնակիցներ Անահիտ Սարգսյանն ու Գոհար Հարությունյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։ Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը Վրաստանը, իսկ եռյակի վերջում Բուլղարիան։ Առաջնությունը կշարունակվի մինչև մարտի 5-ը։ UFC-ի հայազգի Մարտիկ Արման Ծառուկյանը X-ում անդրադարձել է Միացյալ Նահանգներում կայացած ըմբշամարտի մրցաշարում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։ Մարտիկն իր մասնակցությամբ բռնկված զանգվածային ծեծկրտուքը մեկնաբանել է չափազանց կարճ եւ կոշտ գրառմամբ, որը հայերեն խմբագրված տարբերակով այսպես է հնչում. «Խաղակրակի հետ եւ կտեսնես հետևանքները»։ Ծառուկյանի այս հրապարակումը հաջորդել է Ջորջիո Պուլասի դեմ անցկացրած նրա գոտեմարտին, որն ավարտվել է օկտագոնում իրական քաոսով։ Մրցամարտի
ընթացքում Արմանը հաղթում էր 5-3 հաշվով, սակայն գոտեմարտի ավարտից անմիջապես հետո նա հարձակվել է Պուլասի վրա եւ պարտերում մի քանի հարված հասցրել նրան։ Դրանից հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, սկսվել է զանգվածային ծեծկրտուկ երկու մարզիկների թիմերի միջև, որը հանդարտեցնելու համար պահանջվել է մրցաշարի կազմակերպիչների անմիջական միջամտությունը։ Ըստ տեղեկությունների, միջադեպի գլխավոր պատճառն ամերիկացի մարզիկի կողմից անընդմեջ հնչող ու գործադրվող սադրանքներն էին։ Այսքանը առավել թարմ տեղեկություններով կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։